Ժողովուրդ, ուզում եմ, քանի որ գիտենք ինչ է տիրում մեր շուրջ բոլոր, ինչպես են խոսում ենք, ախր բանկը կա, անունը կա, ամանում չկա, բոլորը գող են, թալանում են, մի տեսակ մրցավազքի են դուրս եկել, ով ավելի շատ։ Ես ուզում եմ պատմել մի անգամ Մոնթեն գողություն է արել։ Մեր ազգային հերոս Մոնթեն, ես ուզում եմ պատմել, թե ինչպես էր այդ գողությունն անում։ Ուրեմն հրաման կար, հրահանգ, որ հանկարծ որևէ մեկը 1 լիտր բարելիկ անգամ չպիտի պակասի, տանկերը S-ը չգողանան մարդիկ, տեղները նեղ են, հասկանալի է, բայց առավոտյան եթե տանկը չաշխատի, մենք մի ամբողջ տարածքը կորցնենք։ Եվ հանկարծ Մոնթեն երեկոյան քայլելուց տեսնում է, որ տարիքով մի կին փոքրիկ շիշը տարան այսպես ձեռքին, մեջը կերոսին է լցնում։ Մոնթեն մոտենում է, թե մեր ջան, ես ինչ ես անում։ Ասում է տղա ջան, ինչ անեմ, բալես, հասկանում ես երեխես ջերմություն ունի, թե չեմ կարում տակասնեմ, լավա դու եկար, ստեղ կանգնի էդ Մոնթեն չգա, ես մի լիտրը տանեմ։ Ուրեմն Մոնթեն հանգիստ սպասում է, որ Մոնթեն չգա, որ էդ մայրիկը տանի։ Գողությունն այդպես են անում, այդպիսի գողեր են մեզ պետք, եթե դա գողություն է։ Մնացած ամենը շան որդություն է, այն ինչ անում են։